Ողջույն, հանրայինի եթերում եղիր առողջ բժշկական նախագիծն է, ես բժշկվայի Տերմինասյանն եմ և իհարկե քննարկելու ենք հարցեր նվիրված առողջությանը։ Այսօրվա գլխավոր թեման նվիրված է ծխախոտին։ Ծխախոտի մասին մենք կարող ենք անվերջ խոսել, դրա վնասների մասին կարելի է անվերջ խոսել, բայց ցավոք սրտի մեզանից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ փողոց և տեսնել մարդկանց, որոնք շարունակում են ինքնաթունավորվել։ Հաղորդումը նվիրելու ենք նրանց։ Սկսենք տեսանյութով, հետո հրավիրենք մասնագետին։ 1560 թվական Պորտուգալիայում Ֆրանսիայի դեսպան Ժան Նիկոն Ֆրանսիայի թագուհուն Եկատերինա Մեդիչիին է մատուցում թութունի տերևներ։ Ծխախոտի բուժական հատկությունների մասին դեսպանը Պորտուգալիայում հաճախ էր լսել և շտապել էր արքայական ընտանիքին ծանոթացնել այս յուրահատուկ բույսին։ Ժան Նիկոն վստահ էր, թութունը կօգնի թագուհու որդուն Հենրի II-ին ազատվել միգրենից։ Ավելի ուշ իր բույսերի տեսակները գրքում բուսաբան Կարլ Լինեյը թութունին տալիս է նիկոտիանա տաբակում անվանումը, ի պատիվ դեսպան Ժան Նիկոյի, որի շնորհիվ փաստորեն թութունը, հետո նաև ծխախոտը հեղինակություն ձեռք բերեց։ Եթե նախկինում ծխախոտն օգտագործում էին որպես գլխացավերը բուժելու միջոց, ապա այսօր այն դարձել է վտանգավոր սովորություն, որը սպանում է օգտագործողների 1/3-ին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2023 թվականի տվյալներով ամեն տարի ծխախոտի օգտագործումից առաջացած հիվանդություններից մահանում է 8 միլիոն մարդ։ Նրանցից 1.3 միլիոնը ծխողներ չեն և պարբերաբար ենթարկվել են երկրորդային ծխի ազդեցության։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ահազանգում է, այսօր աշխարհի 88 երկրում սահմանված չէ էլեկտրոնային ծխախոտների օգտագործման նվազագույն թույլատրելի տարիքը։ Կազմակերպության զեկույցներում շեշտվում է, որ էլեկտրոնային ծխախոտները չեն նպաստում ծխախոտից հրաժարվելուն։ Դրանց վնասակարության աստիճանը լիարժեք հետազոտված չէ, բայց հաստատված է, էլեկտրոնային ծխախոտները տոքսիկ նյութեր են արձակում, որոնք ոչ միայն մեծացնում են սիրտ-անոթային և թոքային հիվանդությունների զարգացման ռիսկը, այլև քաղցկեղածին են։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով 13-ից 15 տարեկան 37 միլիոն դեռահասներ աշխարհում օգտագործում են ծխախոտի տարբեր արտադրատեսակներ։ Փոքր տարիքում օգտագործելու դեպքում էլեկտրոնային ծխախոտները կարող են նույնիսկ ազդել գլխուղեղի զարգացման և սովորելու ընդունակությունների վրա։ Ինչպես սովորական, այնպես էլ էլեկտրոնային ծխախոտները արտազատելով մի շարք վնասակար նյութեր, շրջապատի մարդկանց դարձնում են պասիվ ծխողներ։ Ըստ Առողջապահության ազգային ինստիտուտի 2022 թվականի տվյալների Հայաստանի չափահաս բնակչության 28%-ը ծխող է, ծխում է տղամարդկանց 51.5%, կանանց 1.8%։ Ծխախոտի օգտագործումից առաջացած հիվանդություններից ամեն տարի Հայաստանում մահանում է 5500 մարդ։ Եվ այսպես հարգելի հեռուստատողներ, իմ այսօրվա առաջին հյուրը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանն է։ Ողջույն։ Բժիշկ Բազարչյան, մենք խոսում ենք այսօր ծխախոտի մասին և նախ մի փոքր փորձենք հասկանալ վիճակագրությունն է իրականում Հայաստանում, մենք գիտենք ժամանակին Եվրոպայում ամենածխող երկրներից մեկն ենք, արդյոք շարունակում ենք լինել, թե գոնե ինչ-որ դրական փոփոխություն ունենք։ Անշուշտ Հայաստանում դրական տենդենսները կան եւ դրական տենդենսները պայմանավորված են նրանով, որ տղամարդկանց մոտ հատկապես որոշակի դրական տենդենս կա, եթե համեմատենք անգամ 2000-ականների հետ, ապա ծխողների թվի նույնիսկ նվազեցում կա։ Ինչ վերաբերում է հետագա տենդենսներին ծխախոտի օգտագործման համաճարակի, ապա պիկը Հայաստանում երևի 90-ականներից մինչև 2000-ականների սկիզբն է եղել եւ դրանից հետո սկսել է աստիճանաբար կայունանալ եւ մի փոքր նվազել։ Կովկասի ռեգիոնում կանայք քիչ էին ծխում ավելի քան տղամարդիկ, մենք գիտենք սլավոնական Ռուսաստան, Ուկրաինա, այնտեղ միշտ ծխախոտի օգտագործումը եղել է բարձր կանանց շրջանում։ Մեզ մոտ դա սկսեց մի փոքր ավելի ուշ, երբ որ խորհրդային միության վերջի տարիներին 90-ականների սկիզբ, 80-ականների վերջ, 80-ականների վերջ, 90-ականներ, 2000-ականներ եւ այդ ծխախոտի օգտագործման ֆեմինիզացիան կա։ Ինչ վերաբերում է հիմիկվա տենդենսներին, ապա որոշակի դրական տենդենս կա հասարակ ծխախոտի, տրադիցիոն ծխախոտի հետ կապված, բայց շատ տագնապալի երևույթ կա, ակտիվորեն տարածվում է էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը։ Այս դրա մասին եմ ուզում այսօր մենք մի քիչ ավելի մանրամասն խոսենք, որովհետև
Իսկապես տպավորություն է, որ գովազդվում է, չնայած գովազդը արգելված է, բայց մենք շատ ենք տեսնում եւ անընդհատ փորձում են մարդկանց ուղեղների վրա ազդել, որ ծխախոտը վնասակար է, մենք ձեզ բերել ենք ոչ վնասակար ինչ-որ մի product, ինչ-որ մի բան։ Էլի մեզ ուզում են խաբեն, թե իսկապես անվտանգ ինչ-որ։ Կա ասացի մեջ 100% ճշմարտություն։ Աշխարհի զարգացման հետ նաև ծխախոտի պատմությունն է զարգացել, հա, եթե ամենաառաջի ծխախոտը դա տերևներ, որոնք օգտագործում էին համաշխարհային անունը տոբակո, հա, որ ասում են տոբակո դա հենց ծխախոտի տերևը չէր ի սկզբանե։ Ուղղակի իսպանացիք սխալ հասկացան տոբակո բառը դա այն չիբուխներ, որոնք հնդկացիները ծխում էին սկզբից։ Հիմա այդ բույսը, թութունը այդ տեղից եկավ։ Ոնց սկսեց զարգանալ ծխախոտի օգտագործումը այդպես հասարակ տերևը ծխելուց։ Հետո չիբուխներ, դրանից հետո ի հայտ եկավ արտադրվող ծխախոտ, մի անգամից սկսեց զարգանալ ծխախոտի օգտագործումը, որտեղ սկսեցին 100,000-ներով արտադրել, հա։ Այդտեղ մտավ մարքեթինգը։ Սիրուն մարդիկ, որոնք գովազդում էին ծխախոտային ապրանքատեսակներ, ծխախոտային ապրանքատեսակներ սկսեցին փաթեթավորվել, կային տուփեր, որոնք անգամ հայտնի նկարիչներ էին ձևավորում եւ այլն։ Դա կոչվում է մարքեթինգ։ Վատ է եղել։ Չէ, վատ չի եղել, ուղղակի իրականությունն եմ ասում։ Դրանից հետո ի հայտ եկավ սիգարետ, տարբեր տեսակներ եւ եկավ էլեկտրոնային ծխախոտը, նոր տեսակի ծխախոտը։ Ծխախոտը, որը ըստ էությամբ խոտ չի, բայց նիկոտին պարունակող հեղուկ է, որը կախվածություն է առաջացրել։ Հիմա այդ նիկոտինի հետ համեմունքներ են խառնում ձեր ասած էլեկտրոնային կամ տաքացվող միջոցով օգտագործվող հենց ծխախոտի տերևից սարքած ծխախոտային ապրանքատեսակներ, նորարարական անուններ են դնում օգտագործելով այտառը կամ եւ տարբեր տեսակի նորարարական անուններ, դա տաքացվող ծխախոտի մասն եմ ասում, բայց էլեկտրոնայինն էլ մի բան չի, էլի հեղուկ է, որի մեջ խառնում են տարբեր տեսակի համեմունքներ, մշկական տեսակի։ Փորձենք հասկանանք, կախվածություն առաջացնում է միանշանակ։ Քաղցկեղ կարող է առաջացնել։ Դուք բժիշկ եք եւ գիտեք, քաղցկեղի ապացուցումը, որ ապացուցվի, որ քաղցկեղ է առաջացնում, պետք է ժամանակաշրջան, որ ուսումնասիրել կոնկրետ այդ ապրանքատեսակից է, թե չէ, բայց դա շատ մի հատ լուրջ խնդիր կա։ Էլեկտրոնային ծխախոտը չի կարելի դիտարկել առանձին հասարակ ծխախոտից։ Սա մի տարբերակ է, որ նոր սպառող դու ունենաս, այդ նոր սպառողը նիկոտինից կախվածության մեջ գտնվի, զուգահեռաբար նա ծխում է սովորական ծխախոտ եւ բոլոր վտանգները, որոնք պարունակում են սովորական ծխախոտին, նա ստանում է։ Ինչ վերաբերում է վտանգներին, ապա բազվում գրքերում դուք կարող եք վնասները էլեկտրոնային սիգարետի կարդալ, տեսնել։ Նրանք նույնիսկ թոքային հիվանդություններ են առաջացնում, որոնք սովորական ծխախոտը չի առաջացնում, հա։ Տարբեր տեսակի թոքային սինդրոմներ, իրավիճակներ կան առաջացնեն, այդ թվում նաև երեխաների մոտ։ Այսինքն մեզ էլի խաբում են։ Սովորական մարդուն խաբում են։ Ապրանքատեսակը, այո, սովորական մարդուն խաբում են, որովհետև պետք է շուկա գրավել։ Սովորական ծխախոտը համաշխարհային մակարդակով սպառումը նվազում է, եւ դուք տեսնում եք, որ շուկա չկորցնելու համար նոր ապրանքատեսակ, նորարարական ապրանքատեսակ ուզում են ձեզ բաց չթողնեն, ուզում են, որ դուք հանգարց չմտածեք, որ դուք չազատվեք, ձեզ ասում են ժամանակին կար հիշում եք այն light, super light ձևերով էին խափում։ Light, super light, ultra light, ես չգիտեմ, gold, միանշանակ, որովհետև դա մարքեթինգային հնարք էր։ Ցույց տալ, որ ավելի գեղեցիկ է եւ սպառողին թողել իրանց դաշտում։ Խնդիրը նրանում է, որ ծխախոտային ապրանքատեսակը ինքը լեգալ ապրանքատեսակ է ու իրեն չես կարող արգելել, ինքը լեգալ շուկայում շրջանառվող ապրանքատեսակ է։ Շատ վատ է, որ ինդուստրիան գովազդում է իր ապրանքատեսակը տարբեր ճանապարհներով, ուղիղ գովազդ կարող է հիմա չկա, բայց քողարկված կա, բավական է տեսնել տուփերի փաթեթավորման ձևը, օրինակ ոչ թե սովորական ծխախոտի, այլ էլեկտրոնային այդ հեղուկների, հա, տեսեք, կաթի տուփի նման, լիմոն է նկարած մեկի վրա, ելակ է նկարած մյուսի վրա, եւ այլն, բայց դա ընդհանրապես ոչ մի բան բացի են համային կաթիլներից, որ մեջ ավելացել, ոչ լիմոնի հետ կապ ունեն, ոչ ելակի, ոչ խնձորի, ոչ այլ մրգերի հետ կապ չունեցող ապրանքատեսակ։ Բաժան է։ Մենք գիտենք սովորական ծխախոտի ժամանակ այսպես կոչվող пассив ծխողների մասին, այսինքն երբ որ դու ինքդ չես ծխում, բայց քո ներկայությամբ ծխում են եւ շատ մեծ վնաս են պատճառում քո առողջությանը։ Ինչ վերաբերում է էլեկտրոնայիններին, եթե իմ կողքը ծխում են էլեկտրոնային ծխախոտ, ես էլի վնասվում եմ, թե չէ։ Ապացույցներով խոսելու համար ես պետք է ունենամ վիճակագրություն, տասնամյակների ընթացքում հետազոտված այդ աստիճանի
վիճակագրական եւ ապացուցված հետազոտություններ, որոնք ցույց տան պարզ հասարակ ծխախոտի երկրորդային ծուխը եւ ցույց տա թե ինչ է առաջացնում, անշուշտ էլեկտրոնային ծխախոտից առաջացած աերոզոլում հայտնված մասնիկները իրանք անշուշտ առողջությանը վնաս են պատճառում 100%-անոց հավասարացված է ցանկացած ծխախոտային ապրանքատեսակ իրար հետ իրենք հավասար պայմաններում են գտնվում թե շուկայում թե գովազդի դաշտում թե օգտագործման դաշտում ամենտեղ գիտեք ինչ ասեմ ավելին Հիմա այլ ապրանքատեսակներ էլ կան, բարձիկներ, նիկոտինային բարձիկներ, որոնք արտադրվում են մի այլ շուկաների համար, որտեղ օրինակ սիրում էին առաջ ծանվող ծխախոտային ապրանքատեսակ, օրինակ հյուսիսային եվրոպական երկրներում շատ լավ սպառվում է։ Իդեպ ասեմ, տարօրինակ չի, որ հենց նիկոտին պարունակող ապրանքատեսակները կամ նորարարական ծխախոտային ապրանքատեսակները, որոնք տաքացման միջոցով են օգտագործվում եւ սարքի միջոցով, իրենք կամ ուղղակիորեն հիմնված են ծխախոտային արդյունաբերության կամպանիաների կողմից կամ այս կամ այն կերպով կապված են ծխախոտային կամպանիաների հետ։ Ուրեմն խնդիրը ինչն է, շուկան չկորցնել, ինչ որ ես սկզբից ասի։ Մյուսը ասեմ, որ օրինակի համար եթե ձեզ հետաքրքրում է շուկան, ով է զբաղվում հիմնականում որ երկիրն է առաջատարը, ապա ամենաշատ ծխախոտը իհարկե արտադրվում է Չինաստանում, տրադիցիոն ծխախոտ էլ, որը հիմնականում իր ապրանքատեսակի սպառողն է, բայց ամենամեծ շուկան արտահանող էլեկտրոնային այ բաղադրիչները դրա նույնպես Չինաստանն է, բայց այնպես չի, որ մենակ չինական ընկերություններ են, իրանք այս կամ այն կերպ կապնված են լրջագույն միջազգային ծխախոտային արդյունաբերության ներկայացուցիչների հետ։ Միլիարդներ։ Դա հսկայական գումարներ է, որը որ երևի որևէ մեկը չի կարող հաշվել, թե ինչ եկամուտներ է ապահովում, որտեղ դա ամենամեծ տնտեսական գործիքներից մեկն է, որը որ մեր առողջության հաշվին, մեր կյանքի հաշվին մարդիկ կամավոր կերպով անում են։ Դա ամենացավալին է, երբ ձեզ համոզում են, որ դուք ինքներդ ձեզ թունավորեք, դուք ձեր կողքիներին, ձեր հարազատներին թունավորեք։ Կան երկրներ, որոնք ընդունել են օրենքներ, ըստ որի, չգիտեմ, օրինակի համար 2005 թվականից հետո ծնված երեխաներին այլևս ծխախոտ այդ երկրում չի վաճառվելու։ Կան այդպիսի երկրներ։ Կարծում եք, որ Հայաստանը կարող է նման օրենք երբևէ ընդունել եւ այսինքն Հայաստանում ծխախոտի կամ էլեկտրոնային տարբերակների վաճառքի արգելք դրվի։ Գիտեք, օրինակի համար կան երկրներ, որոնք 0 ցուցանիշ են ուզում, ասեն զրոյական ցուցանիշի ծխախոտի օգտագործման։ Զրոյական ցուցանիշը դա 5%-ից սպառումից ցածր ցուցանիշն է, էլի։ Այո, կարելի է մտածել նմանատիպ բանի մասին, աստիճանաբար գնալ նրան, որ օրինակի համար մի 20 տարի հետո իմանանք, որ այսօրվա այս տարվա ծնված երեխաները ծխախոտ չեն կարողանալու առնել։ Դե ինչ հարգելի հեռուստատիտողներ, հիշեցնեմ, որ մենք խոսում ենք ծխախոտի մասին եւ փորձեցինք եւս մեկ անգամ համոզել ձեզ, որպեսզի թույլ չտաք, որ ձեզ խաբեն, որովհետեւ բոլոր տարբերակները տաքացվող, էլեկտրոնային, ինչքան ուզում եք գեղեցիկ լինեն, ինչքան ուզում եք սիրուն լինեն, դրանք ունեն ընդամենը մեկ նպատակ՝ ձեզ խաբել, որ դուք գումար տաք։ Եվ բացարձակ նրանց չի հետաքրքրում այդ գումարը վերցնելուց հետո նրանք ձեզ թունավորում են, նրանց ձեզ հիվանդացնում են, նրանք ձեզ սպանում են, թե ոչ։ Հիշեք, ծխախոտը սպանում է։ Մենք փորձում ենք ձեզ օգնել, որպեսզի դուք ազատվեք դրանից։ Հիշեցնեմ, իմ հյուրը այսօր Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանն է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2022 թվականի տվյալներով հաստաղու քաղցկեղը տարածվածությամբ երրորդն է աշխարհում, տարեկան 1.9 միլիոն հաստատված դեպքով։ Միևնույն ժամանակ քաղցկեղի այս տեսակը կանխարգելվող հիվանդություն է համարվում։ Եթե գենետիկական ծանրաբեռնված չէ, այսինքն առաջին կարգի հարազատների մոտ հաստաղու քաղցկեղ չի եղել, առաջին սկրինինգային կոլոնոսկոպիան խորհուրդ է տրվում կատարել 45 տարեկանում։ Կոլոնոսկոպիայի ժամանակ կարողանում ենք հեռացնել բոլոր հայտնաբերված բարորակ էպիթելիալ գոյացությունները։ Մեկ այցով մենք տեղում ախտորոշում ենք, տեղում հեռացնում ենք, հեռացված հյուսվածք ուղարկում ենք հիստոլոգիայի, այդ մարդը ուղղակի ապահովվում է հաստաղու քաղցկեղի առաջացումից։ Մարսողական համակարգի օրգանների քաղցկեղը վերջին տարիներին երիտասարդացել է, ուստի հիվանդության բուժման և կանխարգելման համար առաջնային է դառնում ախտորոշման որակը։ Գաստրոենտերոլոգիական խնդիրները ավելի ու ավելի տարածված են դառնում շատ հասկանալի պատճառներով, եւ ստրեսային գործունի, եւ սննդային գործունի հետևանքով, այո, այսօր շատ ակտուալ է, որ պացիենտը, որը մտնում է կլինիկա,
սկզբից մինչև վերջ անցնի մի շղթայով եւ չընդհատվի այդ շղթան։ Նաիրի բժշկական կենտրոնի գաստրոէնդոսկոպիկ ծառայությունը հագեցված է այդ ամբողջ հետազոտական մեթոդներով, պացիենտը անցնում են գաստրոէնտերոլոգի խորհրդատվություն, քննարկվում են բոլոր գանգատները, անամնեստիկ տվյալները, նշանակվում են համապատասխան գործիքային եւ լաբորատոր հետազոտություններ, որոնք իրականացվում են հենց տեղում։ Արդյունքներով պացիենտը հետ է վերադառնում գաստրոէնտերոլոգի մոտ եւ ստանում է ժամանակակից ուղեցույցերին համապատասխան բուժումներ։ Պատկերի որակը դա մեր գլխավոր զենքն է ուռուցքային ինչ-որ process բաց չթողնելու համար։ Ունենք 4 կա որակ եւ ունենք zoom էնդոսկոպեր, որոնք մեզ հնարավորություն են տալիս հետազոտության ժամանակ 124 անգամ պատկերի խոշորացում կատարել։ Նաիրի բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ համակարգերը հագեցած են նորագույն թվային լուծումներով, որոնք թույլ են տալիս մարսողական համակարգի հիվանդություններն ախտորոշել եւ բուժել վաղ փուլերում։ Բաժանմունքը հագեցվել է վերջին սերնդի 80-20 սերիայի Pentax ֆիրմայի սարքավորումով իր zoom էնդոսկոպերով։ Մյուս սարքավորումը նույնպես 7010 այս սերիայի Pentax համակարգ է։ Էնդոսկոպիկ գործիքները հազվադեպ հանդիպող էնդոսկոպեր են Հայաստանում։ Մի շարք հիվանդությունների դեպքում, օրինակ բառերի կերակրափողի դեպքում բավականին արդյունավետ է եւ բավականին լավ պատկեր ենք ունենում եւ ճիշտ ախտորոշում է կատարվում։ Մեր գաստրոէնտերոլոգիական ծառայությունը հագեցված է այդպիսի գործիքներով, որոնցից են ուռազային շնչառական C13 ածխածնի իզոտոպով արվող շնչառական թեստը, այսօր բարակ աղիքների հավելյալ բակտերիալ աճի ախտորոշման համար շնչառական թեստ ունենք, լակտոզային անտանելիության պարագայում մենք կարող ենք նույն ձևով հետազոտել պացիենտներին։ Աշխատելով բացառապես միջազգային ուղեցույցներով, այսօր Նաիրիի էնդոսկոպիկ եւ թերապևտիկ ծառայություններն իրենց որակով եւ հաջող արդյունքներով չեն զիջում ամերիկյան կամ եվրոպական կենտրոններին։ Նաիրի բժշկական կենտրոնում կատարում ենք նաև էնդոսկոպիկ վիրահատություններ լեղուղիների վրա։ Ունենք նոր սերնդի դուոդենոսկոպ, որով կատարում ենք էնդոսկոպիկ պապիլոսինկտերոտոմիաներ եւ լեղացորանից քարերի հեռացում։ Դա արվում է արդեն ընդհանուր ազգայնացման պայմաններում եւ վիրահատարանում։ Պարբերաբար ստանում ենք ուղեցույցների թարմացումներ, ներկա ենք գտնվում կոնգրեսներին, թարմացնում ենք մեր գիտելիքները եւ մաքսիմալ ջանում ենք թիմային աշխատանք ունենալ, երբ որ խնդրահարույց դեպքեր են լինում, հավաքում ենք կոնսիլիումներ, թիմային աշխատանքի արդյունքում քննարկում ենք հնարավոր ախտորոշման մեթոդները եւ բուժական տակտիկաները։ Կարևորելով հատկապես բուժառուի հարմարավետությունը, այսօր Նաիրիում հետազոտություններն արվում են ոչ թե օդի, այլ ածխաթթու գազի կիրառմամբ։ Այս մեթոդը ոչ միայն թեթևացնում է տհաճ զգացողությունները, այլև նվազագույնի հասցնում բարդությունների առաջացումը։ Այժմ մենք ունենք բավականին մեծ հարմարավետ վիրասրահներ, որտեղ կատարվում են ինչպես բուժական, այնպես էլ վիրահատական միջամտություններ էնդոսկոպիկ, ունենք նաև արթնացման սենյակներ, ապահով միջամտություններ, մեծ ծավալի վիրահատություններ անելու գործիքակազմը։ Ընդամենը մի քանի րոպե եւ էնդոսկոպիկ եղանակով հեռացվում է հաստաղու բարորակ գոյացությունը՝ պոլիպը, որն անտեսելու դեպքում բուժառուն կարող էր գործ ունենալ հաստաղու քաղցկեղի հետ։ Յուրաքանչյուր ապաքինված եւ հաջող վիրահատված բուժառուի թիկունքում կանգնած է Նաիրի բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգների եւ վիրաբույժների մասնագիտացված թիմը։ Հենց այդ թիմային աշխատանքի եւ վերջին սերնդի սարքավորումների շնորհիվ էլ որակի նոր նշաձող է սահմանվում հայաստանյան էնդոսկոպիկ ծառայությունների ոլորտում։ Շարունակում ենք հաղորդումը ծնողների դպրոցների եթերում, մենք հրավիրում ենք մեր մանկաբույժին Գայանե Հովհաննիսյանին, համեցեք բժշկուհին։ Ինչից ենք մենք շատ հաճախ մեծահասակներս բողոքում։ Գլխացավերից։ Տարբեր պատճառներով, տարբեր ժամանակ կանայք եւ տղամարդիկ սիրում են բողոքել գլխացավից։ Բայց մենք խոսում ենք երեխաների մասին եւ պարզվում է, որ երեխաների զգալի մի մասը նույնպես կարող է ունենալ գլխացավ։ Խաբում է մեզ, փորձում է իր ուզածը անել, իր ուզած նվերը ստանալ, իր չուզած ճաշը չուտել, ինչ-որ մի բան համոզել, հեռախոս կամ գադջետ ստանալ ծնողներից, թե իրականում գլխացավը լուրջ խնդիր է երեխաների մոտ։ Գլխացավը երեխաների մոտ հաճախ հանդիպող պատճառներից է եւ երեխաները
ճիշտ է, սիրում են մանիպուլյացիաներ անել, բայց երբեմն երբ որ գանգատվում են, պետք է լսել նաև երեխային եւ ուզում եմ նշել, որ կարող են ի հայտ գալ նորածնային շրջանից, սակայն որոշակի տարիքում, երբ որ երեխաները չեն կարող արտահայտել գանգատները, իրենք կարող են դա արտահայտել լացի ձևով, լաց, ճիչ, անհանգստություն, ագրեսիա երբեմն Ինչքան մեծանում են երեխաները, այնքան մեծանում է գլխացավերի հանդիպելու հավանականությունը։ Մասնավորապես վիճակագրությունն ասում է, որ նախադպրոցական տարիքում երեխաների 3-ից 5%-ն է ունենում գլխացավեր։ 14-ից 15 տարեկան երեխաների արդեն 18%-ը ունենում է գլխացավեր։ Ինչի է երեխայի գլուխը ցավում։ Գլխացավերի պատճառները մի քանիսը կարող են լինել, դրանք կարող են լինել առաջինը ինֆեկցիոն բնույթի, այսինքն կրած ինֆեկցիայի ժամանակ, ինչպես նաև դա հետևան կարող է լինել ինֆեկցիոն բնույթի էնցեֆալիտների եւ մենինգիտների դրսևորում, գլխացավերի պատճառները կարող են լինել լարվածությունը երեխայի մոտ։ Վտանգավոր բաներ եք նշում, այսինքն առաջի հայացքից այսպես անմեղ դե գլխացավ, բայց էնցեֆալիտ, մենինգիտ, ինֆեկցիոն վատ բան է։ Այո, եւ միակ դրսևորումներից մեկն էլ կարող է լինել գլխացավերը եւ պարանոցի մկանների ռիգիդությունը, որն էլ կարող է հուշել ծնողին եւ այնուհետեւ մասնագետին, որ ունենք լուրջ խնդիր եւ կատարվի համապատասխան հետազոտություն, հայտնաբերվի խնդիր եւ նշանակվի բուժում։ Կարող է երեխայի մոտ որևէ հիվանդություն չլինել, որևէ խնդիր չլինել, բայց երեխան ունենա գլխացավ։ Շատ հետաքրքիր հետազոտություններ գոյություն ունեն, եթե ծնողներից թեկուզ մեկի մոտ արկա է միգրեն, երեխան կարող է դա ժառանգել եւ երեխայի մոտ դա արտահայտվի միգրենը մանկական տարիքում։ Այո, մանկական տարիքում միգրենը կարող է արտահայտվել երեխաների մոտ գլխացավերի տեսքով։ Անկեղծ ասած, երբեք չէի մտածել, ճիշտ է, մանկաբույժ չեմ մասնագիտությամբ, բայց ինձ միշտ թվում էր, որ միգրենը դա մեծահասակներին բնորոշ երեխաներն էլ կարող են ժառանգել եւ ունենալ գլխացավեր միգրենանման եւ ախտորոշվի միգրեն երեխաների մոտ։ Երբ է պետք անհապաղ դիմել բժշկի, այսինքն կա ինչ-որ գլխացավի ձև, ինչ-որ հատված, երեխան ինչ-որ նկարագրություն մեզ հուշի, որ մենք անմիջապես վազենք բժշկի։ Երբեմն գլխացավերը կարող են ունենալ շատ սաստիկ բնույթ, որի պատճառով երեխան ունենա նաև զուգահեռ լուսավախություն, գլխացավի պատճառով երեխան չկարողանա մեղմ ասած տեղը գտնել, սկսի գոռալ, լացել, դա ահազանգ է, որ երեխայի մոտ ինչ-որ լուրջ խնդիր կա եւ պետք է դիմել համապատասխան բուժօգնության։ Գadgetները, հեռախոսները կարող են առաջացնել գլխացավեր, դրանք կոչվում են արդեն լարվածության գլխացավեր, կան որոնք երեխաների մոտ նույնպես արդի են, ինչպես մեծահասակներ ստրեսով պայմանավորված լարվածության գլխացավեր առկա են նաև երեխաների մոտ։ Եվ վերջինը, ինչ անել խուսափելու համար, ինչ խորհուրդներ կտաք մեր ծնողներին, ինչ անել, որպեսզի երեխան, որը ժամանակ առ ժամանակ նշում է գլխացավ, ինչ անել, որպեսզի այդ գլխացավերը լինեն հազվադեպ կամ ընդհանրապես վերանան։ Քանի որ նշեցինք, որ գլխացավերը ամեն դեպքում մանկական պրակտիկայում հանդիպում են եւ ոչ միայն մանիպուլյացիայի արդյունք կարող են լինել, այլ կարող են լինել ռեալ խնդիր, ծնողը պետք է հետևողական լինի եւ հասկանա արդյոք իրական են գլխացավի մասին բողոքները թե ոչ։ Եթե դա շարունակական բնույթ ունի, կրկնվող բնույթ ունեն, ծնողը պետք է դիմի համապատասխան մասնագետի, հիմնական զբաղվում են նյարդաբանները, եթե դիմեն մանկաբույժի կողորթի նյարդաբան եւ կատարված հետազոտությունների արդյունքում բարձ կդառնա լուրջ խնդիրների հետ գործ ունենք, թե դրանք անցողիկ են։ Հիմնականում ուզում եմ նշել, որ երեխաների մոտ գլխացավեր ավելի բարորակ ընթացք ունեն եւ ժամանակի ընթացքում հնարավոր է մարեն։ Ինչ գործ ունի մեր սեղանի վրա ընդեղենը, շոկոլադը, մեղրը, ջուրը, եթե մենք խոսում ենք գլխացավի մասին։ Այստեղ ես տեսնում եմ կոֆեին պարունակող սննդամթերք, որոնք կարող են խթանել եւ առաջացնել գլխացավեր, եթե ընդունում ենք մեծ քանակով։ Մասնավորապես շոկոլադի մասին։ Շոկոլադը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը եւ մենք ունենանք նորից գլխացավեր։ Զգույշ եղեք, քննարկեք բժշկի հետ, այնուամենայնիվ, այո, թեթև անգամ գլխացավը կարող է ձեր երեխայի մոտ ինչ-որ լուրջ խնդրի մասին խոսել, այնպես որ անպայման, այո, ուշադրություն դարձրեք, վստահեք, ստուգեք երբեմն ձեր երեխային, որպեսզի հասկանաք։ Իսկ երեխայի դեմքի արտահայտությունից կարելի է հասկանալ գլխացավը իրական է թե մանիպուլյացիայի արդյունք։ Ամեն դեպքում ավելի լավ է թող ձեզ մի քիչ էլ մանիպուլացնի, թող ձեզ մի քիչ էլ խաբի, բայց հանկարծ դուք որևէ բան բաց չթողնեք։ Եղիր առողջ։ Սնվում ենք հաճույքով եւ մնում ենք առողջ, այդ հարցում ինձ այսօր օգնելու է սննդաբան Անահիտ Գևորգյանը, ողջունենք, ողջույն։ Բարև ձեզ։
Եվ այսպես, երկար չմտածելով մենք որոշեցինք այսօրվա հաղորդման հատվածը նվիրել վիտամին C-ին։ Վիտամին C-ն կարծում եմ բոլորը գիտեն փոքր հասակից, անգամ երեխաները ինչ լինում է տատիկները, պապիկները անպայման ասում են վիտամին C, հենց ինչ որ մեկը փռշտում է, հազում է միանգամից վիտամին C։ Եկեք նախ հասկանանք այդ վիտամին C-ն մեր ինչին է պետք ընդհանրապես։ Վիտամին C-ն մենք բոլորս գիտենք, որ այն իմունային համակարգը կարգավորող մի վիտամին է։ Բոլորը վիտամին C-ն այդպես են ճանաչում, բայց իրականում այն շատ ուժեղ հակաօքսիդանտ է, այսինքն այն չի թողնում, որպեսզի ծերացումը արագ գնա, նպաստում է վերականգնողական process-ներին, նպաստում է երկաթի ներծծմանը արյան մեջ, ինչպես նաև ոչ միայն երկաթի, այլ նաև ճարպալույծ վիտամինների, վիտամին A, E, նույնիսկ վիտամին D-ի ներծծմանը արյան մեջ։ Այսինքն շատ գործ է անում։ Այո, եթե մենք այդ ամեն ինչը նույնիսկ օգտագործենք եւ շատ չօգտագործենք վիտամին C, մենք դրա արդյունքը չենք ստանա։ Եկեք օգտագործենք։ Այո։ Համ պատմենք, համ կօգտագործենք։ Ես այսօր պատրաստելու եմ կաղամբով աղցան, սովորաբար մեր ժողովուրդը վիտամին C-ն ասոցացնում է միայն ցիտրուսային մրգերի հետ, հատկապես նարնջի հետ, բայց ես ուզում եմ ասել, որ նարինջը մեր տարածաշրջանում չի աճում։ Իրոք այն շատ պարունակում է վիտամին C, բայց միջև հասնում է մեր մոտ այդ տեղափոխումը, այդ շփումը օդի հետ, լույսի հետ, այդ պարաֆինով մշակումները, ցավոք, եթե դուք միշտ նկատեք, մեզ ավելի օգտակար կլինի, եթե օգտագործենք։ Հոգեհարազատ ես կասեի։ Այո, եւ ավելի շատ կպարունակի եւ ավելի կպահպանվի վիտամին C-ն այս մթերքներում, որոնք այստեղ ցուցադրված են, մասնավորապես կաղամբը։ Մի զսպեք ձեր ցանկությունը, պատրաստեք։ Մեծ հաճույքով ես պատրաստեմ մի աղցան։ Իդեպ, երբ որ մենք խոսում ենք վիտամիններ պահպանելու մասին, անպայման պետք է հասկանանք, որ սննդատեսակի մեջ վիտամինի քանակը մի պատմություն է, այդ վիտամինները ստանալ, հասցնել օրգանիզմ, դա երկրորդ պատմությունն է, որովհետև շատ հաճախ նույն ջերմային մշակումները, նույն պահպանման մեթոդները դրանք ազդում են։ Ընդհանրապես, երբ պտուղը ծառից քաղում են այդ ցիտրուսները, արդեն եթե երկար ժամանակ է անցնում մինչև օգտագործելը, արդեն վիտամինների մեծ մասը նրա մեջ կորում են։ Եվ ես ձեզ կարող եմ ասել, կաղամբի մեջ լավագույն ձևով պահպանվում եւ լավագույն ձևով յուրացվում է վիտամին C-ն, եթե այն ֆերմենտացված է լինում, այսինքն թթու դրած կաղամբի։ Թթու դրած կաղամբը շատ էլ լավ է։ Շատ լավ է։ Ընդհանրապես գունավոր սննդատեսակները մենք միշտ ասում ենք, որ վիտամիններով հարուստ են եւ պղպեղի մասին կարող ենք ասել, որ նույնպես շատ ավելի շատ վիտամին C է պարունակում։ Իդեպ վիտամին C-ն նաև շատ կարևոր է, որ ամրացնում է մեր անոթները։ Եվ միայն անոթները չեն, ընդհանրապես կոլագենի սինթեզին է մասնակցում, իսկ այդ կոլագենը կա եւ անոթների պատերին, եւ մաշկում, եւ լորձաթաղանթներում, եւ դրա պակասը առաջացնում է տարբեր խնդիրներ։ Իդեպ ինչ կասեք սառնարանում պահած սննդամթերքի մասին։ Մեզ մոտ միշտ այն կարծիքն է, որ եթե տարանք դրեցինք սառնարանի մեջ, վերջ, սառեցրեցինք, ամեն ինչը պահպանված է, ամեն ինչը իդեալական է, այդպես է թե ոչ։ Հատապտուղները, որոնք մեծ քանակությամբ վիտամին C են պարունակում, գնում ենք, սառեցնում ենք, պահում ենք։ Շատ ավելի ճիշտ է, եթե դուք գնում եք ու միանգամից սառեցնում եք, քան եթե դուք այդ մթերքները երկար պահպանեք կամ այդ մթերքները ջերմային մշակման ենթարկեք, շաքարի հետ խառնեք, պահեք, շաքարի հետ ոչինչ չենք խառնում, շաքարի հետ դա բացառում ենք։ Շատ ավելի էֆեկտիվ է, եթե դուք այն միանգամից շատ արագ սառեցնեք։ Այդ արագ սառեցում, հենց տերմինը այդպես էլ կա, արագ սառեցումը։ Արագ սառեցումը մաքսիմալ ավելի շատ է պահպանում նրա մեջ գտնվող վիտամինները։ Ընդհանրապես շաքարը ոնց ասենք, որ վատ բան է։ Եթե դուք վիտամինները գիտեք, որ ինչ-որ մի բանի մեջ շատ, օրինակ ազնվամորին գիտենք շատ վիտամիններ, բայց եթե այն օգտագործում եք շաքարի հետ միասին, ձեր այդ վիտամինները չեն յուրացվում։ Պատրաստում եք մուրաբա։ Մուրաբաները դրանք ահավոր վատ բան են, ահավոր, որովհետև մուրաբան դա ընդամենը գունավոր շաքարաջուր է, ոչ մի օգտակար բան այնտեղ արդեն չկա։ Դուք ուզում եք դա օգտագործել, որպեսզի անցնի ձեր հիվանդությունը, բայց իրականում շաքարի ավելցուկը առաջացնում է բորբոքումներ մեր օրգանիզմում։ Այսինքն դուք նպաստում եք, որպեսզի ավելի շատ բորբոքումներ առաջանան։ Մուրաբա լինի, ուզում են ինկույզի, հատկապես եթե ջերմային մշակման է։ Դրանք մուրաբան բոլորը ջերմային մշակում են անցել, այսինքն նրա այնտեղ ոչինչ չի մնացել, մնացել է ընդամենը գույնը եւ շաքարը։ Եվ միակ տարբերակը դա ֆերմենտացնելն է,
եւ շատ արագ դնել սառնարան, եթե ուզում եք պահպանել։ Ինչ ստացվեց մեզ մոտ։ Նայեք, ես ավելացրեցի սերմեր, որովհետեւ այս իմ պատրաստած աղցանը այն արդեն կարծես լիարժեք սնունդ է, որովհետեւ ես այստեղ ունեմ եւ բջջանյութ, եւ ունեմ վիտամիններ, եւ ունեմ սպիտակուցներ սերմերի տեսքով, եւ ունեմ ճարպեր, ձիթապտղի ձեթի եւ նույնպես սերմերի տեսքով, ինչպես նաեւ ես ավելացնելու եմ բարբարիսը, դա չորացած պտուղներ են, որը նույնպես հարուստ է շատ վիտամին C-ով եւ շատ հաճելի զգացողություններ ունի, ցանկացած աղցանի մեջ պետք է լինի որևէ թթու բաղադրիչ։ Բաց ցիտրուսների հետ ասում էիք։ Ես ցիտրուսներին դեմ չեմ ընդհանրապես օգտագործեմ, բայց հույսը դնել, որ դուք ձեր վիտամին C-ի պաշարը կստանաք ցիտրուսներից, ես դա չէի անի։ Ես կլոր տարիք օգտագործեի տարբեր ձևերով եւ պղպեղ եւ կաղամ, ինչպես նաեւ կանաչիներ, հատկապես սամիթը եւ մաղադանոսը շատ հարուստ են վիտամին C-ով։ Շնորհակալություն հարգելի հեռուստատողներ, մենք այսօր փորձում ենք պատմել ու ապացուցել ձեզ, որ վիտամին C-ն, որը շատ օգտակար է եւ պետքական մեր օրգանիզմին, մենք կարող ենք ստանալ ոչ միայն Հայաստանում չաճող բույսերից եւ սննդատեսակներից, այլ նաեւ Հայաստանում առկա հեշտ, արագ տարածված սննդատեսակների օգնությամբ եւ ոչինչով նրանք չեն զիջի այս արտասահմանյան ցիտրուսներին։ Հիշեցնեմ իմ հյուրը այսօր սննդաբան Անահիտ Գևորգյանն է, շնորհակալություն, մնացեք մեզ հետ։ Ողջույն, ձեզ հետ գեղեցկության արվեստն է, այսօր խոսելու ենք բոտուլինոթերապիայի մասին։ Բոտուլինը տոքսինը իրենից ներկայացնում է բնության արտադրած տոքսինը։ Դա Clostridium botulinum հարուցիչի արտադրած նեյրոտոքսինն է, որը թիրախային ազդում է նյարդային ելունների վրա, որոնք էլ իմպուլս են հաղորդում մկաններին, իսկ մկանները կծկվելով առաջացնում են դեմքի եւ մարմնի տարբեր մկանային համակարգերի վրա կնճիռներ։ Դեմքի վրա դրանք կոչվում են միմիկ կնճիռներ։ Եթե կա ներարկված բոտուլինը տոքսին, ելունը նյարդային չի կարողանում իմպուլսը հաղորդել մկանին եւ մկանները չեն կծկվում։ Ըստ այդմ էլ մենք չենք ունենում կնճիռներ։ Որևէ թերապևտիկ ազդեցություն երիտասարդացնող բոտուլինոտոքսինը չունի, բայց այն այսօր աշխարհում համարվում է հեղուկ նշտար, որովհետեւ առանց վիրահատական միջամտության մենք կարողանում ենք մի քանի օրվա ընթացքում վերացնել այն բոլոր կնճիռները, որոնք մեզ նյարդայնացնում են։ Այսօր կա նոր մոտեցում բոտուլինոտոքսինի համար, որը իրենից ներկայացնում է full face մոտեցում։ Պարանոցից սկսած մինչև քունքային շրջանի մկանների թուլացում, այն բոլոր մկանները, որոնք համարվում են դեպրեսիվ, այսինքն ձգում են ներքև, դրանք թուլացնելով մենք ավելի ակտիվացնում ենք վերև բարձրացնող մկանների աշխատանքը, որի արդյունքում ունենում ենք նաև էսթետիկ առումով գեղեցիկ, այսպես կոչված ձգված լիֆտինգ էֆեկտով դիմագծեր։ Պրեպարատի ճիշտ ջերմաստիճանային պայմանների պահպանությունը շատ կարևոր է, եթե այն չի պահպանվում, ապա մենք ունենում ենք պրեպարատի քայքայում հատուկ տոքսոիդների արտադրություն, որոնք շատ վտանգավոր են։ Այսօր շուկայում ունենք շատ կեղծ պրեպարատներ, որոնց ոչ դոզան է հստակ համապատասխանում իրականությանը եւ ոչ նրանց պահպանման պայմանները, որի պատճառով մենք ունենում ենք մի շարք բարդություններ եւ նույնիսկ Հայաստանի Հանրապետությունում մենք վերջերս ունեցել ենք շատ լուրջ բարդություններ, դա բոտուլիզմ հիվանդության հարուցումն է եւ երկրորդը դա սրտամկանի կծկումների վրա ազդող միջամտությունն է պրեպարատի շատ բարձր դոզայի արդյունքում, որը կարող է լինել բնականաբար մահացում։ Բոտուլինոթերապիան իրենից ներկայացնում է շատ կարճ միջամտություն, որի ժամանակ պետք է բացվի պրեպարատը հատուկ հեղուկով, հաճախորդի աչքի առաջ եւ ներարկվի։ Մկանային կծկումները թուլանում են վերջնականը 2-3 շաբաթ հետո եւ նոր մենք արդեն տեսնում ենք արդյունքը։ Այսինքն միջինում կինը կամ տղամարդը, ով ուզում է ապրել առանց կնճիռների, տարեկան 2 անգամ անում է այս միջամտությունը եւ չի ունենում կնճիռներ եւ ունենում է գեղեցիկ, հավասարաչափ թուլացած դիմագծեր։ Այսօրվա համար այսքանը հարգելի հեռուստադիտող, ուզում եմ վերջում հիշեցնել, որ մեր ամբողջ թիմը աշխատում է միայն մեկ նպատակով, որ ձեզանից յուրաքանչյուրը լինի առողջ եւ պահպանի իր առողջությունը։ Եղիր առողջ, կհանդիպենք։